Ողջույն։ Բազմաթիվ անգամներ ասել ենք ու գործով ապացուցվել է, որ Հայաստանի այսօրվա, այսինքն վերջին 8 տարվա իշխանությունը թուրքական, ադրբեջանական շահերի սպասարկողն է մեր երկրում։ Իհարկե այլ երկրների շահեր էլ է վստահաբար սպասարկում, բայց այսօր այդ մասին արդեն չենք ասում մենք, չենք վերլուծում մենք, այդ մասին արդեն ասում է պաշտոնական Թուրքիան։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, մեջբերում եմ, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, սա կարևոր փուլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի։ Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնապես հաստատում է, որ Թուրքիան Հայաստանի ընտրություններում ունի թեկնածու, եւ դա Փաշինյանն է։ Մենք չգիտենք քաղաքական որ միավորը, որ արտաքին խաղացողի աջակցությունը կունենա կամ կունենա, թե չի ունենա, բայց իշխող ՔՊ-ի պարագայում բացահայտ է թուրքական աջակցությունը։ Ինչքան էլ ՔՊ-ականները փորձեն մանիպուլացնել, վերջում Ալեն Սիմոնյանի նման շնորհակալություն են հայտնելու Թուրքիայի արտգործնախարարին։ Դիվանագիտությունը լրիվ ուրիշ բան է, այն էլ թուրքական դիվանագիտությունը։ Նրանք շատ լավ գիտեն, թե իրենց այս հայտարարությունները ինչ ընկալումներ են ունենալու մեր երկրում, բայց վստահ են, որ նրանք նաև աջակցության մոդելներ մշակած կունենան գործնականում։ Նախորդ 2 տարիներին տասնյակ անգամ հանդիպել են հայ-թուրքական բանագնացները։ Հայաստանից պաշտոնական պատվիրակություններ գնացին Թուրքիա։ Փաշինյան-Էրդողան հանդիպումներ եղան։ Նիկոլը Նյու Յորքում թուրքական տուն գնաց ու նկարվեց Էրդողանի գիրքը գրկած։ Թուրքիայի աջակցությունը, այնպես որ կարծում եմ, երկուստեք է պլանավորված։ Ամենայն հավանականությամբ։ Ասում են, Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը միջամտություն է մեր ներքին գործերին։ Այդ ձեր ցավը տանեմ, ինչ միջամտություն։ Նրանք ուղիղ կառավարում են Հայաստանի իշխանությանը։ Քանի անգամ ենք տեսել, որ այնտեղից, ոչ միայն Թուրքիայից, նաև Ադրբեջանից, ուղիղ ցուցումներ են եղել, որոնք կատարել է Հայաստանի անկախ ՔՊ-ական ղեկավարությունը։ Հիմա հարցը այն է, թե Թուրքիան գործնականում ինչ աջակցություն կտա Նիկոլին ընտրական ու նախընտրական փուլում։ Իր թեկնածուի համար ինչի է պատրաստ։ Իրականում միանգամայն տրամաբանական է Թուրքիայի աջակցությունը, ասեմ։ Տեսեք, Հայաստանի անկախությունից ի վեր նա ուզում է ջրել ցեղասպանության ճանաչման օրակարգը, Նիկոլի օգնությամբ կարողացել է։ Թուրքիան ուզում է վերացնել հայկական սփյուռքի ազդեցությունը Հայաստանում, Նիկոլի օգնությամբ կարողանում է։ Թուրքիան դեռ սովետի թվից բողոքում է, որ Հայաստանի զինանշանի վրա Արարատն է, ուզում է հանել, այսօր կարողանում է։ Թուրքիան ուզում է մեր սահմանից հանել ռուս սահմանապահներին իր հետագա նպատակների համար հավանաբար։ Ընտրություններից հետո վստահ եմ կկարողանա։ Թուրքիան ուզում էր պատերազմ Հայաստանը պարտվի, պարտվեց։ Ուզում էր Արցախը Փաշինյանը հանձնի, հանձնեց։ Թուրքիան ուզում է Զանգեզուրի միջանցքի օգտագործում լինի լրիվ Ադրբեջանի սրտով ամբողջությամբ, Նիկոլին տրվելու դեպքում կլինի եւ այլն։ Ու այդ ամենը Նիկոլ Փաշինյանի միջոցով, նրա շնորհիվ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը թեկնածություն է դնում, բայց եթե Թուրքիան չաջակցի, բայց ով աջակցի։ Այսքան բան Թուրքիայի համար ով էլ աներ, նրան կաջակցեր։ Ու Թուրքիայի արտգործնախարարն ասում է, որ Նիկոլի այս քաղաքականությունը պետք է շարունակվի։ Հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում Փաշինյանին միակ աջակցող վարչական ռեսուրսին կմիանա մեկ էլ թուրքական պետությունը, որը ընդամենը 5 տարի առաջ բայրակթարներ էր ուղարկում մեր տղերքի վրա։ Այն վարչական ռեսուրսը, որը նիկոլական էլ չէ, բայց գնալու է հրահանգով ընտրության, այն ուժային ռեսուրսը, որը տուն պահելու արդարացմամբ կատարում է Նիկոլի հրահանգները, պահում է նրա իշխանությունը, պետք է որ լավ իմանա, որ պահում է Հայաստանում թուրքական շահերը։ ՔՊ-ականներին բան չունեմ ասելու։ Նրանց համար կարծես Արցախ հանձնեն, Սյունիք տան, Տավուշ տան, Սևանից կտրեն կտան, հեչ։ Կարևորը որ 3, 5, 7, 9, 51 միլիոն դրամ պարգևավճար են ստացել մեկ ամսում։
Ժողովուրդ, Թուրքիան չափազանց պարզեցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրությունը։ Վաղ ընտրության գնալիս, քվյախուց մտնելիս Նիկոլ Փաշինյանի քվյաթերթիկը կարող է լինել նույն Էրդողանի քվյաթերթիկը։ Դիմա դուք որոշեք, դուք անունը տվեք այն իշխանության, որ իր երկրում իր հարցերը լուծելու համար, վերընտրվելու համար կարիք ունի թշնամական պետության աջակցության։ Թուրքիան կառավարում է Հայաստանի իշխանությանը։ Եվրամիությունը ասում է 12 միլիոն եվրո կտանք ու կխառնվենք ներքին գործերին։ Եվրամիությունը նաև ասում է Հայաստանում կկիրառենք Մոլդովայի փորձը։ Ամերիկացիներն ասում են Հայաստանը պետք է միանա թուրքական աշխարհին։ Սրանք ասում են փողին մունատ։ Ինչ ուզում եք արեք, մենակ փող տվեք ու երաշխավորեք, որ վերջում մենք կմնանք իշխանություն։ Ու հետո քպականներն ասում են, թե մեր երկրում կան գործակալներ ու դրանք ընդդիմության մեջ են։ Իդեպ, այս իշխանությանը հեռացնելուց հետո կարծում եմ պետք է մանրակրկիտ քննություն լինի ու իմանանք հեղափոխություն կոչվածին որ երկիրը ինչ մասնակցություն է ունեցել ու նաև իմանանք կոնկրետ Թուրքիայի մասնակցությունը Հայաստանի կառավարմանը։ Թուրքական մասնակցությունը պետք է քննել ոչ միայն վերջին 8 տարում, այլև 2018-ի գործընթացներում, դրանից առաջ 2008-ի գործընթացներում եւ գուցե դրանից էլ առաջ ներքին խժդժությունների ու ողբերգությունների մեջ։ Կարճ ասած, Թուրքիան ստացվում է Հայաստանում ունի ոչ միայն գործակալներ բարձր պաշտոնյայի կարգավիճակում, այլև վարչապետի թեկնածու։ Սա ցույց է տալիս, որ ընտրություններում, ինչպես նախորդ, այնպես էլ գալիք, Նիկոլ Փաշինյանի դեմ իրական ընդդիմության պայքարը իշխանության համար չէ, պայքարը Հայաստանի համար է։ Էրդողանը ընտրություններում Նիկոլի միջոցով պայքարելու է Հայաստանը իր բռի մեջ պահելու, ամբողջությամբ վերցնելու համար։ Իրական ընդդիմությունը պայքարելու է թուրքական ճիրաններից երկիրը ազատելու համար։ Ժողովուրդ, Նիկոլ ընտրվել է 2 անգամ, ու 2 անգամ էլ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերով արել է ինչ ասես, անկախ հանրապետությունում 8 տարի իշխանություն է, ու մեր պետություններից մեկը չկա, մյուսն էլ սարքել են միջանցք։ Դե մտածեք, թե ինչ է լինելու 3-րդ ժամկետում, եթե լինի սա։ Մինչև ժամկետի ավարտ Հայաստան չի լինի։ Կրկնում եմ, Թուրքիան շատ պարզեցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններում։